27-ից 37 տարեկան Հայաստանի քաղաքացիները կազատվեն քրեական պատասխանատվությունից կամավոր վերադառնալով հայրենիք։ Ազգային ժողովի ընդունած օրենքի համաձայն նրանք կարող են 5 տարբերակ ընտրել։ Տարբերակներից մեկով ծառայել 24 ամիս, երկրորդը ծառայել 1 տարի 6 ամիս եւ բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, երրորդը ծառայել կես տարի եւ վճարել 5 միլիոն դրամ, չորրորդը ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, հինգերորդ տարբերակով բյուջե վճարել 15 միլիոն դրամ եւ ընդհանրապես չծառայել։ Կենսաթոշակն ու նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները մինչև մարտի 5-ը կարող են վճարող կազմակերպության ընտրության դիմում լրացնել առանց տնից դուրս գալու առցանց եղանակով, անցում կատարելով կենսաթոշակի եւ նպաստի ստացման անկանխիկ եղանակի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները փոխանցվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում մի քանի կիլոմետրանոց հատվածում հսկայական փոսերը արտակարգ պատահարի պատճառ են դարձել 25-ից ավելի վարորդների համար։ Ավտոմեքենաները կոտրել են անվահեծերը, շատ մեքենաների անվադողերն էլ պայթել։ Փոսն ընկնելու պատճառով վարորդներն ու ուղևորները գլխի շրջանում ուժեղ հարվածներ են ստացել։ Վարորդներին օգնության են հասել մի քանի շարժական վուլկանացնող մասնագետներ, պարեկային ծառայության աշխատակիցներ։ 30-ից ավելի անվադողեր են տեղադրել փոսերի մեջ, որպեսզի վարորդները զգուշանան։ Գրեթե նույն խառնաշփոթ իրավիճակն է արձանագրվել Դավիթաշեն կամուրջի վրա։ Ֆոտոլրագրող Շամշյանը հայտնում է, որ փոսերի պատճառով վնասվել է 8 ավտոմեքենա։ Խոշոր քարաթափում Երևանի Միասնիկյան պողոտայում։ Հսկա ժայռից բեկորներ են պոկվել եւ թափվել պողոտայի երթևեկելի հատվածում։ Ժայռի երկայնքով ցանց է տեղադրված, սակայն պոկված ժայռաբեկորներն այնքան մեծ են եղել, որ ցանցը պահել չի կարողացել։ Միասնիկյան պողոտայում առաջացել է մեքենաների երթևեկության խցանում։ Բազումի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ, արտադրում եւ իրացնում են մսամթերք։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները 26-ամյա որդուն հայտնաբերել են Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ եւ 2 կաթուցիչ։ Որդին հայտնել է, որ ապխտած մսամթերքն իրացնում են Վանաձորի շուկայում։ Նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվել է ապօրինի պատրաստված 150 հատ մսամթերք, նաև մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ եւ հումք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։